Ձիթապտղի առողջության համար օգտակար հատկությունները։ Ձիթապտուղը միջերկրական ծովի իսկական գանձ է, հարուստ է սննդարար նյութերով։ Սրտի և արյան անոթների պաշտպանություն։ Այն պարունակում է մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուներ, հատկապես օլեինաթթու, որոնք օգնում են իջացնել վատ խոլեստերինը և նվազեցնել սրտանոթային հիվանդությունների, այդ թվում երկրորդ տիպի շաքարախտի ռիսկը։ Այն օգնում է բարելավել անոթային առածկականությունը, նոսրացնել արյումը և կանխել արյան մակարդուկների առաջացումը։ Այն մեղմ ազդեցություն ունի արյան ճնշման վրա, օգնելով կարգավորել այն։ Հզոր հակաօքսիդանտային ազդեցություն։ Այն հարուստ է և վիտամինով, և պոլիֆենոլներով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են։ Դրանք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալների վնասումից, դանդաղեցնում ծերացման գործընթացը և կարող են օգնել կանխել քաղցկեղը։ Մարսողական համակարգի առողջություն։ Այն մանրաթելի լավ աղբյուր է, որը բարելավում է աղիքային շարժունակությունը և նպաստում առողջ մարսողությանը։ Դրանք պարունակում են պեկտին, որը նպաստում է օրգանիզմից թափոնների և տոքսինների հեռացմանը։ Դրանք ունեն խոլերետիկ ազդեցություն և նպաստում են լյարդի բջիջների վերականգմանը։ Գեղեցկություն և երիտասարդություն։ Եվ վիտամինը, և օգտակար ճարպաթթուները բարելավում են մաշկի, մազերի և եղունգների վիճակը, պաշտպանելով մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից և վաղաժամ ծերացումից։ Այլ կարևոր հատկություններ. ամրապնդում են իմունային համակարգը և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակների նկատմամբ։ Բարելավում են ուղեղի և նյարդային համակարգի գործառույթը շնորհիվ B վիտամինների։ Օգնում են ոսկորների ամրացմանը, պարունակում են կալցիում և մագնեզիում։ Բարեգործական ազդեցություն ունեն տղամարդկանց և կանանց հորմոնալ առողջության վրա։ Հնարավոր վնաս և հակացուցումներ։ Չնայած իրենց հսկայական օգուտներին, ձիթապտուղները կարող են վնասակար լինել որոշակի պայմաններում և պատրաստման եղանակների պատճառով։ Աղի բարձր պարունակություն։ Պահածոյացված ձիթապտուղները սովորաբար շատ աղի են։ Չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել այտուցի և խորհուրդ չի տրվում հիպերտոնիա, բարձր արյան ճնշում և երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Լեղապարկի հիվանդություն։ Իրենց արտահայտված խոլերետիկ ազդեցության պատճառով ձիթապտուղը և ձիթապտղի յուղը հակացուցված են խոլեցիստիտի սրացման և լեղապարկի քարերի առկայության ժամանակ։ Բարձր կալորիական և ճարպ պարունակություն։ Ձիթապտուղը ճարպած սնունդ է, մոտ 115 կիլոկալորիա 100 գրամի համար։ Եթե դուք ճարպակալում եք կամ փորձում եք նիհարել, այն պետք է օգտագործեք չափավոր քանակությամբ, կալորիաների ընդունումը գերազանցելուց խուսափելու համար։ Ալերգիկ ռեակցիաներ։ Ինչպես ցանկացած սնունդ, ձիթապտուղը կարող է առաջացնել անհատական անհանդուրժողություն կամ ալերգիան։ Արհեստական գույնանյութեր որոշ ձիթապտղի տեսակների համար։ Որոշ սև ձիթապտուղներ կարող են արհեստականորեն գույնավորված, որը կարող է վտանգավոր լինել գույնանյութի մեջ առկա հավելումների պատճառով։ Միշտ ավելի լավ է ընտրել բնական արտադրանքը։